Աշտարակում ֆուտբոլային կյանքը նոր շունչ կստանա։ Քասախի մարզիկ մարզադաշտում վերանորոգման աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ Շուտով այստեղ մարզումները կսկսի Աշտարակի Օլիմպիան, որը կմասնակցի Հայաստանի առաջին խմբի առաջնության գալիք մրցաշրջանին։ Քասախի մարզիկ մարզադաշտը հիմնադրվել է 1971 թվականին։ Խորհրդային տարիներին այս մարզադաշտում բազմաթիվ կարևորագույն հանդիպումներ են անցկացվել։ Նորանկախ Հայաստանում այստեղ խաղացել է Աշտարակի Քասախ ակումբը։ Մինչև այս մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ էին կատարվել 2000-ականների սկզբում, երբ հանդես էր գալիս Միկան, անվանափոխված Քասախ ակումբը, որի հիմնադիրը լուսահոգի Հրաչ Մաթևոսյանն էր։ Դրանից հետո արդեն ֆուտբոլը, աշտարակյան ֆուտբոլը կարելի ասել մի պահ դադարեց հորս վաղաժամ մահվան կապակցությամբ։ Դրանից հետո ճիշտ ասած նպատակ դրեցինք, որ մեր հորս գործը շարունակենք։ Հիմա մարզադաշտում մեր մոտ այս տարի 2026-27 թվականի առաջին խմբի առաջնության մասնակցելու է տեղի թիմ Աշտարակի Օլիմպիան։ Օլիմպիայի սեփականատերերի հետ պայմանավորության հիման վրա Օլիմպիան իր առաջին լիգայի խաղերը, պաշտոնական խաղերը, մարզումները եւ Օլիմպիայի մանկապատանեկան թիմերը մասնակցելու են այս խաղադաշտում։ Այժմ ամբողջությամբ բարեկարգվում է խոտածածկը, նորոգման աշխատանքներ են տարվում նաեւ հանդերձարաններում, ամբողջովին փոխվում են տրիբունաները։ Տրիբունաների ընդհանուր վերանորոգումից հետո կլինի առայժմ 350 նստատ տեղ։ Ես ճիշտ ասած ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել ՀՖՖ ղեկավարությանը, իրենց աջակցությունը, այսպես է ուրեմն ՀՖՖ ակումբ մարզադաշտ իրար հետ համագործակցելու շնորհիվ ընթանում է նայում եք շինարարական աշխատանքները, ամեն մեկը իր ներդրումն ունի, թե մարզադաշտը, թե ակումբը, թե ՀՖՖ ղեկավարությունը։ Տրիբունաներում նստարանների քանակն ավելանալու է փուլ առ փուլ։ Մարզադաշտին կից կլինեն նաև արհեստական խոտածածկով խաղադաշտեր մանկապատանեկան թիմերի համար։ Մարզադաշտի տնօրենի խոսքով Աշտարակը ֆուտբոլային քաղաք է եղել, ու հիմա այստեղ շատ են սիրում ֆուտբոլն ու մեծ անապերությամբ են սպասում քաղաքը ներկայացնող թիմի՝ Օլիմպիայի առաջին պաշտոնական հանդիպմանը։